Մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, ավանդույթի համաձայն շաբաթը սկսում ենք պարոն Նահապետյանի հետ։ Բարև ձեզ, պարոն Նահապետյան։ Շնորհակալություն լավերն ընդունելու համար։ Երեք նոր հայտարարությամբ է հանդես եկել Ալիևը, հիմա պետք է խնդրեմ, որ պարոն Նահապետյանը ներկայացնի, բայց մինչ այդ շարունակում է ազգակործանը մոլորեցնել հայ ժողովրդին եւ խաբել իր թեզերով, մարդը 4 պատերազմ է բերել եւ ավելի մեծ հաշվով 7 պատերազմ, եթե փոքր այդ բաներն էլ հաշվենք, եւ մարդը կարողացավ 8 տարի ժողովրդին խաբել մոլորեցնելուց հետո դեռ էլի շարունակում է խաբել եւ մոլորեցնել։ 3 առաջ օրը հարցազրույց ունեցավ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եւ շատ մանրամասն դե բացատրեց ինչ ասել է խաղաղության պայմանագիր եւ դա ինչ այսպես թղթի եւ գրոշի արժեք ունի, եթե չկան դրա հետևում երաշխավորներ եւ բերեց օրինակ Պաղեստինի եւ Իսրայելի համաձայնությունները, որ եղել են պայմանավորվածություններ, կնքել են 93 թվականին, բայց դրանից հետո անգամ արժանացել են Նոբելյան մրցանակների, որ տեսեք վերջապես հասան նրան, որ խաղաղության պայմանագիր կնքեցին, բայց այդ խաղաղության պայմանագրի հետևում չկային երաշխավոր երկրներ, չկար երաշխիքներ, երկրներ, որ կարող են երաշխավոր կանգնել եւ տեղի չունենային պատերազմ եւ ինչ տեղի ունեցավ, մենք տեսանք թե ինչ տեղի ունեցավ, շարունակում են հարձակումներ, 70-80 հազար զոհ Գազայում միայն էս վերջին 1.5 տարվա ընթացքում այդքան զոհեր, քաղաքը ամբողջությամբ Իսրայելը ամբողջությամբ ավիրեց, հետևում ինչ մնաց մի հատ այսպիսի թղթի կտոր, որ չուներ որևէ երաշխիք, այն ինչ որ սպասում է մեզ եւ մեկ այլ Կիպրոսի օրինակը բերեց, որտեղ որ շարունակում են խաղաղ ապրել այդ երկրները 74 թվականից, ինչու, որովհետեւ այնտեղ կային կոնկրետ երկրներ, որ երաշխավոր կանգնեցին եւ երաշխավորեցին, ինչպես որ մենք ունեցել ենք պարոն Նահապետյան նիսկի համանախագահով, մենք հասել էինք այնպիսի մի մեծ ձեռքբերում ենք հասել էինք նրան, որ 3 խոշոր երկրների համանախագահությամբ այսպես պահում էին ստատուս քվոն, ստատուս քվոն պահում էին, որը միայն եւ միայն խոսում էր մեր օգտին եւս այդպես 10-20 տարի եւ հարցը այսպես այնպես փակվելու էր, բայց ազգակործանը եկավ, խաբեց, իմիջիայլոց նորից սկսել են ուսապարկներ իրենց ուսերին, մենք դրա մասին իհարկե կխոսենք, բայց շարունակում են խաբել եւ մոլորեցնել, դե հիմա եթե 1000 անգամ, գիտեք, մեկ անգամ, երկու անգամ միշտ է ասել խաբում ես, հնարավոր է, բայց եթե արդեն 3-րդ անգամ, 10-րդ անգամ հիմա մարդը դիտի որ դեբիլ են, որովհետեւ չի կարող, էլի շատ կոնկրետ բան է տեղի ունենում, այս մարդը միայն տարածքներ է հանձնում, միայն պատերազմ է բերում, միայն ավիրում է, ինքը եկել է միջև իրան եղել է խաղաղություն, միջև իրան եղել է այսպես հաղթած մեջքը ուղղած մի ժողովուրդ եւ երկիր եւ եկավ այս մարդը միայն նվաստացնում եւ ստորացնում է հայ ժողովրդին եւ մենք 2 օր առաջ միասին ուղիղ եթերում էինք պարոն Նահապետյանի հետ, սա շատ կարեւոր է, կարծում եմ պիտի անընդհատ կրկնել այն տրամաբանությամբ, որ հիմա առաջնորդվում է Նիկոլը, սա անենք, որ պատերազմ չլինի, ոչ մեկ չի կասկածում, չէ, որ առաջիկայում ասելու է, որ եկեք Սևանը տանք, որ պատերազմ չլինի, եկեք Երևանը տանք, որ պատերազմը չլինի, եկեք մեր հայկական բոլոր դպրոցները փակեք, իդեպ սկսել, արդեն փակում է, իսկ խնդրեմ պարոն Նահապետյանը, որովհետև թեմային ծանոթ է, ուսումնասիրել է, եկեք հայկական դպրոցները փակենք, որ պատերազմ չլինի, պետք է դուք հայերեն չխոսեք, որ պատերազմ չլինի, դուք պետք է բոլորդ մուսուլման դառնաք, որ պատերազմ չլինի, դուք պետք է ձեր մանկահասակ բոլոր աղջիկներին 10-ից 14 տարեկան ուղարկեք Թուրքիա, որ չգիտեմ ինչ ծառայություններ մատուցեն, որ պատերազմ չլինի, դուք պետք է ձեր տներում ամեն մեկը 10-20 թուրք ընդունի համատեղ sense բան կյանքով, չգիտեմ ձեզ հիմա ինչ որպես ինչ կպահեն այդ տանը տանեք, որ պատերազմ չլինի, ու այսպես առաջիկա ամիսների ընթացքում, եթե իրեն հաջողվեց հերթական անգամ խաբել ու մոլորեցնել այս ամեն ինչով իր ասած խաղաղություն սուտ, կեղծ, պատերազմի դրոշակակիր Նիկոլը եթե այս անգամ էլ խաբեց, վստահ եղեք, որ այդ լոզունգները շատ շուտով թակելու են Հայաստանում ապրող բոլոր հայերի դռները։ Եվ այսպես ինչ է ասել Ալիևը եւ ինչ նկատի ուներ պարոն Նահապետյան։ Ես կարծում եմ շատ կարեւոր երկու շեշտադրում է
ինչ որ Ալիևը ասել է, ուրեմն շեշտադրում ես կընթերցեմ իր խոսքի ուղակի մեջ բերեմ եւ որի մեջ երկու մեզ համար խիստ կարեւոր եւ հետեւությունների պատճառ անցածող գնահատականներ կան եւ այսպես մեջբերման սկիզբ նույնիսկ օտարերկրյա լրագրողներն են օգտագործում Զանգեզուրի միջանցք տերմինը ես ուրախ եմ լսել որ այս հասկացությունն արդեն մտել է միջազգային բառապաշար նախագիծ անշուշտ կիրականացվի այսինքն կիրականացվի Զանգեզուրի միջանցքը հաջորդը մենք բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը իսկ սա ինչ է նշանակում չճանաչելու տարածքային ամբողջականությունը այսինքն պատճառներ ունեն հիմքեր ունեն բայց ես մեզ լսողների ուշադրությունը հրավիրում եմ այս նախադասության վրա մենք բազմաթիվ պատճառներ ունենք չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը բայց մենք պատրաստ ենք այս քայլին գնալ խաղաղության եւ մեր հարաբերությունների ապագայի համար հիմա այդ պատճառների մասին խոսենք հիմա եւ ավարտեմ այստեղ այս որ ասում եմ մենք պատճառ ունենք չճանաչելու ենք շարունակում բայց ես չեմ կարող երաշխավորել որ մեր դիրքորոշումը նույնը կմնա 6 ամսից հասկանում եք լավ այս Ալիևին պիտի շնորհակալություն հայտնել ինքը իր ծրագրերը ամբողջությամբ բացած ասում է ես չգիտեմ ինչու է այսպես այսինքն սա ուժի եւ անպատժելիության հոգեվիճակը Ալիևի որտեղ միևնույն է ինքը հաղթել է սա կզելա մինչեւ ինչպես ասում են չգիտեմ որ խազը եւ այն ինչ որ փաստացի ասում է Ալիևը սա ընդունենք լրջագույն ի գիտություն այսինքն Հայաստանի տարածքային ամբողջականություն որտեղ Փաշինյանը բան էր անում մի քարտեզ էր գծել դրա մակետը պահում է 29743 կիլոմետր փաստացի Ալիևը ասում է ոչ մի 29743 կիլոմետր չկա այդպիսի բան ես եմ որոշելու Հայաստանը ինչքան կլինի բայց ասում է որ մեր ժողովուրդները լավ ապրեն ասում է ես որոշ ժամանակ այդ մտքերից հետ կանգնեմ, բայց 6 ամիս հետո ասում եմ միտքս փոխելու եմ։ Չի ասում լավ ապրենք, որպեսզի Նիկոլը մնա, որպեսզի Նիկոլը ընտրվի, որ ձեզ խափի, որ գա հիմա այդ դրոշակով, այդ ստով, այդ խաղաղության թղթով գա ձեզ խափի եւ մնա, այ 6 ամսից կտեսնեք ես ինչ եմ անելու։ Ինքը ասում է ինչ անելու, ես չեմ ճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականություն, այսինքն Հայաստանից տարածքներ աղոտարելու ուժով Պարզ ասում ես մարդը, ուրեմն սա առաջին, սա իգիտություն պիտի ընդունվի Հայաստանի քաղաքացիների են խափնվել Նիկոլի խաղաղությանը եւ Նիկոլին ձայն տալ։ Հիմա երկրորդը, այս իր հայտարարության մեջ երկրորդ կարևոր շեշտադրումը։ Ասում է, օդային երթևեկության վերաբերյալ մենք սկսեցինք օգտագործել այս օդային տարածքը առանց Հայաստանի պաշտոնական թույլտվության, թող բոլորը իմանան սա։ Այսինքն ասում է, Զանգեզուրի միջանցք իրականում երկնքով կա, ցամաքով այս պայն փաստացի չկա։ Սա մեր իրավունքն է, որը ամրագրված է միջազգային ավիացիայի կանոնակարգերում։ Մենք բացել ենք օդային տարբերակ Զանգեզուրի միջանցքի համար։ Մենք ենք բացել։ Նախիջևան թռիչքները հիմա խնայում են ժամանակ եւ առելիք, բայց դա գլխավորը չէ։ Մենք սկզբունքորեն հասել ենք այդ երթուղու բացմանը։ Ըստ մարդը բաց ասում է։ Հիմա այս իր ասացի երկրորդ միտքը, որտեղ ինքը ասում է, որ մենք բացել ենք, եթե մեզ պետք է եղել, բացել ենք եւ ճիշտը դա է։ Հիմա գանք Ալիևի նախկինում հրապարակային դաշտում, այդ թվում նաեւ միջազգային տարբեր ակցիաներում մի քանի իր ցանկությունների մասին առնչվող Հայաստանի հետ 300,000 փախստականների վերադարձում, հիմա մեզ պետք է, այ ոնց որ օթային ասում է, մենք բացել ենք, մեզ պետք է եղել, չէ՞։ Միջազգային իրավունքով, այստեղ ինքը ասում է, միջազգային ավիացիայի կանոնակարգերում։ Հիմա ես ասում եմ ինքը ինչա հիմնավորելու, ասելու է 300,000 փախստական, նրանց ժառանգները 1 միլիոն։ Փախստականները իրավունք ունեն վերադառնալ իրենց հայրենիքը, միջազգային իրավունք ունեն, վերադառնալու են։ Երկրորդ, Հայաստանը պատերազմ պարտվել է եւ 30 տարուց ավել Արցախ է շահագործել հանքերով, գյուղատնտեսական նշանակության տարածքներով եւ այլն։ Հայաստանը մեզ դիտա փոխհատուցում միջազգային իրավունքով, պանյատկեքով չի իրավունքով։ Դիտա, գինն ասել է 160 միլիարդ դոլար։ Երրորդ, Հայաստանը պատերազմ պարտվել է ռազմական տուգան կոնտրիբուցիա դիտա, դա էլ է միջազգային իրավունքով դիտա։
Հաջորդը ես ունեմ 5000-ից ավել 88 թվականից անհետ կորած քաղաքացի։ Հետաքննել եմ եւ պարզել է, որ 50000 Հայաստանի քաղաքացի ներգրաված են եղել իմ քաղաքացիների ուրեմն սպանությանը։ Այս է ցուցակը։ Միջազգային հետախուզում 50000 հայ փաթեթավորում ենք, բերում ենք մեր մոտ։ Դատում ենք, բոլորին ցմա ուղարկում ենք Ուրանի հանքերում աշխատելու։ Միայն մի նկատառում մեր մոտ ասելով ինքը իր պլաններով նկատի ունի, որ Երևան։ Մեր մոտը ո՞րն է Ալիևի համար 6 ամիս հետո։ Ուրեմն, երբ որ ամբողջ Հայաստանը մեր մոտ Երևանը կապ չունի քաղաքը, ինքը Հայաստանը դիտում է Ադրբեջանի մաս, կապ չունի որ քաղաք։ Բաքույա տանելու, որ հանքերում աշխատելու դա էական չի։ Ուրեմն 50000 ես եմ ասում, կարող է 100000 լինի ցուցակով, որտեղ ինքը տարբեր հոդվածներ է դնելու։ Մեր դեմ կռվել են, մեր քաղաքացիներին սպանել են, բիզնես արել են, շահ ստացել են, մեր բյուջե ոչինչ չեն մուծել, մեր երկրի տարածք Արցախ մտել են առանց մեր երկրի պատկան կառույցների վիզայի տրամադրման։ Այս բոլորը քրեորեն պատժել են, այսինքն Հայաստանի բնակչության առնվազն 90% եւ ավելը մտնում են տարբեր հոդվածների տակ։ Հաջորդը Ալիևը այս պահանջները ընդ որում բոլորը հիմնավորել է միջազգային իրավունքով, այնպես չէ որ Ալիևը օդից բաներ ասելու։ Ինչպես ես շատ կարևոր է այս երկնքում Զանգեզուրի միջանցքի բացումը։ Ասում եմ մեզ պետք էր, մենք ենք բացել, բայց միջազգային ավիացիայի կանոնակարգի համաձայն։ Իրանց պետք է որ փախստականներ գան 1 միլիոն։ Իհարկե փախստականներ պիտի վերադառնան իրենց աշխատանք, տուն, տեղ, անվտանգություն լրիվ ապահովելով։ Պետք է միջազգային իրավունքն էլ թույլ տալիս է։ Հայաստանը չի անում, չի օգնում, մենք ուժով ենք վերցնում։ Հայաստանը գումարը չի տալիս 160 միլիարդ ռեպարացիան։ Մենք դիմում ենք Լոնդոնի արբիտրաժային դատարան, այդ դատարանը որոշում է, որ 320 միլիարդի վճարենք։ Այն 160-ն էլ բրիտանացիք կվերցնեն։ Եվ այսպես շարունակ, այսինքն ես այստեղ ինչն է կարևոր։ Կարևոր հետևյալն է, որ Ալիևը պարզ շատ հստակ ասում է։ Նիկոլը վերընտրվում է, ես Հայաստանը վերցնում եմ, դարձնում եմ կամ ենթապետություն, կամ 10000 քառակուսի կիլոմետր, ինչպես Ալեքսանդրապոլի պայմանագիրներ 1920 թիվ, եւ իմ պայմանները թելադրում Նիկոլն էլ անում է։ Հայ ժողովուրդ իմացեք, Նիկոլը Իլհամ Ալիևի ներկայացուցիչն է Հայաստանի Հանրապետությունը։ Նիկոլի քաղաքական խմբակը դա ադրբեջանական կուսակցություն է, որը սպասարկում է Ադրբեջանի շահերը։ Դեռևս հենց ես Թուրքիային չեմ ասում, կոնկրետ դեռ Ադրբեջանի պահով եմ ասում։ Այնպես որ հունիսի 7-ին, եթե մենք գնում ենք ընտրության, իմանանք կամ ընդդիմության ենք ցայն տալիս կապ չունի, որ կուսակցությանը որ դաշինքին, կամ Ադրբեջանի, իդեմս Նիկոլի։ Իդեպ ասեմ, որպեսզի ադրբեջանցիները խիստ խնդիրներ չունենան մեր տարածքներ գալու սահմանամերձ բնակավայրեր, հա, հիմնականում ասենք դա վերաբերվում է Սյունիքի մարզին, վերաբերվում է Գեղարքունիքի մարզին, վերաբերվում է Տավուշի մարզին, այո, շփման գծի։ Մեր գյուղերը պիտի դատարկվեն։ Այսինքն ադրբեջանցիները որ գալիս են մեր տները ապրելու, խնդիր պիտի չունենան։ Սկզբի համար կգան տները կապրեն, հա, այդ տարածքները կվերցնեն։ Իդեպ մի քաղաքացու խոսք էլ կա, մենք հիմա դա դուք խոսեք, ընթացքում բան կանեք, ես կցուցադրենք ոնց են սահմանամերձ այդ գյուղերում։ Եվ ես կոնկրետ անձամբ պահազանգեր ունեմ Սյունիքի մարզից, իսկապես ուրեմն մարդիկ չեն կարողանում գյուղատնտեսական աշխատանքներ կատարել շուտով սկսելու է, որտեղ Ադրբեջանը ամբողջովին բարձունքների վրա է եւ ուղիղ նշանառության ներքո է։ Փակվում են դպրոցները, մանկապարտեզները։ Պատկերացնում եք 229 դպրոց փակվում է։ Թե ինչ բառ են մցրել այդ փակել բառը չկա էլի։ Բու նպատակը 100 աշակերտից պակաս 99 աշակերտ ունեցող դպրոցը փակվում է, այդ 99 աշակերտը ասենք մի գյուղից պիտի գնա համայնքային դպրոց կենտրոն, ասենք կտրի մի 30 կիլոմետր եւ այդպես ամեն օր։ Այդ ծնողները բանու գործ չունեն, հա, այդ երեխեքին տանեն կենտրոն հետ բերեն։ Ասածս ինչ է, որ իրավիճակ է ստեղծում, որ մեր գյուղերը դատարկվեն։ Հիմնականում երիտասարդ ընտանիքները երեխաները դուրս գան, որտեղ այլընտրանք չկա, երեխաներին մանկապարտեզ դպրոց չեն կարող տալ, հիվանդանոցներ չկա եւ այդպես շարունակ գյուղերը դատարկվում են։ Ինչ է ասում, ձայներից մեկն է։ Ողջ գյուղին սպասարկել է։ Մեդալներ ա տվել, մարդիկ ա տվել, շատ շնորհալի մարդիկ, շատ հարցեր։ Բայց այս դպրոցը այսօր չի աշխատում, ինչ որ մեկի կամքով չի համապատասխանում, չգիտեմ ինչի։ Այս դպրոցը մինչև այդ համապատասխանել է, ինչի համապատասխան։
պատասխանը, այս դպրոցն եմ ես ավարտել։ Մի ուրիշ տեղից սկսեմ, ախր բերանս բացել 1 տա, էլի 1 տա։ Էլի այնտեղ կնեմ կարգուն դպրոցը մնամա։ Պատճառաբար են ինչն է պատճառը։ Այսինքն ինչքան էլ իրենք ասում են մենք դպրոց սարքող, մանկապարտեզ սարքող։ Հենց բան չկա։ Հորզայք չկա, էլի լավ էլի, այս գյուղը հանգցնում են, սարքեն 0-ի, որ ասենք ստեղ մալադյոս չմնա, դարմա ծելանոց ինչի համ։ Ինչու ես ասում։ Ընդ որում, ես այն ինչ որ ասեցի, հիմնականում առաջին շեշտադրումը սահմանամերձ բնակավայրն են, բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես մեր ոչ սահմանամերձ բնակավայրի հարակից բնակավայրում շրջաններում եւս պիտի դատարկվի։ Այսինքն բոլորին բերում են Երևան, իսկ Երևանաբնակներն էլ, որոնք հնարավորությունները ի համեմատ մարզերի շրջանների բնակարար գյուղացների նկատնում են նյութական, իրանք էլ դուրս են գալիս Հայաստանից դուրս, այսպես դատարկում, այսինքն սահմաններից մոտ շրջաններից Երևան գալիս են այստեղի ժողովուրդն էլ գնում է դուրս եւ երկիրը ոնց է դատարկում է այսպես։ Այսինքն իրականում այն ինչ որ հիմա տեղի ունենում, սա Ադրբեջանի պահանջն է, որը անվերապահ կատարում է Փաշինյանը։ Այդ Փաշինյանը 100 տարվա քաղաքական բան էր, քաղաքականության մեջ հին պրոֆեսիոնալ էր։ Այդ մի անգամ դուք մինչև այս վերջերս լսել եք սահմանադրության փոփոխության մասին, որ անկախության հռչակագիրը դա կոնֆլիկտ բերող կոնֆլիկտային իրավիճակ հարևան պետությունների հետ փաստաթուղթ է։ Մի անգամ լսել եք, չէ։ Հենց Ալիևը բերանը բացեց, սա էլ թութակի նման սկսեց կրկնել։ Իհարկե կոնֆլիկտը պետք է փոխվի եւ այլն եւ այլն։ Այնպես որ հունիսի 7-ին թող մեր երկրի քաղաքացիներ իմանան, գնում են ձայն տալու ԿՊ-ն, դա Արնապետյան, ինչպես իրեն հաջողվեց, իմիջիայլոց կուզենայի նաև երկրորդ նախագահի խոսքը մեջ բերել։ Դուք վստահ եք, որ Ալիևը չի ուզում երաշխիքներ։ Ես վստահ չեմ, որ ինքը չի ուզում։ Իմ տպավորությամբ մերոնք այդ հարցը չեն էլ բարձրացնում։ Եթե վաղը Ալիևի համաձայնվի երաշխիքների հետ, ես ունեմ տպավորություն, որ Նիկոլ Փաշինյանը զանգելու է, ասելու է ինչ է անում, պետք չեն այդ երաշխիքները, որովհետև իրեն պետք է քարոզչական խաղաղություն։ Պատրանք, այդ խաղաղության խաղաղությունը պատրանք, այսինքն մեր ժողովրդին կերակրում են խաղաղության պատրանքով։ Շնորհակալություն Իլհամ Ալիևին, այն ինչ ես ընթերցեցի երեք իր ասած խոսքերը, մարդը բաց ասում է ինչ անել։ Իմիջիայլոց ինչի է այսպես ված, այդ պարզ է, չէ, որ իրենք ամեն ինչ անում են, որ ինչ, որ հանկարծ ինչ ուժի ցուցադրություն, սրան որ հետ քայլ չանի, պլյուս անել հետ քայլ չանի։ Որ ինքն էլ ավելի շատ վախեցնի ժողովրդին, հա, ասի գնացեք ինձ ընտրեք, որ 3 ամսից այս ռումբերով տեսեք ձեր գլխին ինչ է անելու Ալիևը։ Իհարկե ինքը ուրիշ կերպ է ասում այդ ամեն ինչը։ Վախ։ Ինչպես է իրեն հաջողել 8 տարի շարունակ հանձնել երկիրը եւ հասել է մի բանի, որ այս հիմա արդեն բանում սոցցանցերում տարածված է հայերեն չպիտի խոսեք, որ պատերազմ չլինի, մուսուլմանություն պետք է ընդունեք, որ պատերազմ չլինի։ Ոնց է իրեն հաջողել։ 8 տարի շարունակ մարդը բերել է անվերջ պատերազմ, բերել է կործանում եւ այսօր կարողանում է անգամ մարդկանց մեջ շրջել, մի հատ էլ օրակարգ թելադրել, մի հատ էլ, չգիտեմ, նախկիններից խոսել, ինչ որ խնդիրներից խոսել, լինելով մեծագույն թալանչիներ, պատերազմ բերող, հա, թշնամիներ, դավաճաններ, մի հատ էլ այս լոզունգներով մտնել ու մարդկանց մեջ շրջել։ Ինչը որ չի արվել, էլի, որ այդ չգիտեմ, այդ ինչ մեծ բաց թողում է, որ այս մարդը հələ ավելին անգամ իրավունք ունի խոսելու, կարծիք հայտնելու եւ նորից խաբելու եւ հերթական պատերազմ ու կործանում հայ ժողովրդի գլխին բերելու։ Եկեք, որպեսզի այդ հարցին ես պատասխանեմ, եկեք նայենք ինչն էր պատճառը, որ մենք առաջին Արցախյան ազատամարտում հաղթեցինք։ Իդեպ ասեմ, մեր վիճակը շատ ավելի ծանր էր, քան այս երկրորդի ժամանակ։ Ունենք հայրենասեր իշխանություններ, մի վարքան։ Ուրեմն, այդ ժողովուրդը, որը իր մեջից առաջնորդներ ընտրեց, եւ այն ժողովուրդը, որը զինվորագրվեց Արցախի պաշտպանությանը, ուներ դաստիարակություն։ Հայրենասիրության խորհրդային տարիների մոդելի դաստիարակություն։ Մարդիկ հայրենիքը վերացական չէր, հայրենիքը ախորդ չէր, որտեղ ասենք լափես ու մնաս։ Հայրենիքը նախ պարտականություն է։ Մենք այդ դաստիարակությունը խորհրդային տարիներին ստացել ենք։ Իհարկե, ունենք մենք մեր փոքր հայրենիքը եւ մեծ երկիր խորհրդային միություն, բայց հայրենիքի եւ հայրենիքի պաշտպանության քարոզությունը պետական մակարդակով էր արվում, որտեղ անգամ խորհրդային միության սահմանության մեջ գրած էր պետական գաղափարախոսություն միջակետ, հայրենասիրություն, մեկ բառ, հայրենասիրությունը դա պետական գաղափարախոսություն էր։ Հիմա այս 30 տարվա մեջ հայրենասիրությունը ինքը նյութականացվեց, Անժելա, այսինքն հայրենիքը դարձավ նյութ լավ ապրելու միջոց, իսկապես,
Դրա համար այդ լափելու պատկերով է անդադար։ Այո, իհարկե։ Մենք անցած անգամ քննարկում էինք, պարոն Նահապետյան, չգիտեմ, գուցե էլի մտածել եք սրա շուրջ։ Այնուամենայնիվ ինքը մտածում է, որ դեռ այդ լափելու տեսարաններով, այդ փողոցային եկած կերպարով, իմիջիայլոց երեք ես տեսա, ճիշտ է, չէ, 5 կադրեր չէին։ Հիմա նորից ինչ որ Ավինյանը բանը ուսապարկեր են գցել իրանց ուսերում, դա բանը, ասենք, էլ ինչպես էլի ծաղրեն հայ ժողովրդին, միլիոնատերեր են։ Չգիտեմ միլիոն ու միլիարդներ ինչերի տերեր են, բայց իբրև թե մենք սենց ուսապարկերով եկել ենք ժողովուրդ ջան, ձեր բանը ինչա փողոցից եկած խեղճ ու կրակ, այդ մի լավաշի հույսին սենց բանի խնձոր գլուխս մտցնենք, գլուխներս մտցնենք ձմերուկի մեջ խնձորի մեջ ուտենք դեռ, այս կերպարն են էլի բան, աշխատելու է դա պարոն Նահապետյան։ Աշխատելու է։ Այո, չեմ ասում ինչ քանի տոկոս, վստահաբար ոչ մեծամասնություն, սա։ Ու վստահաբար վստահաբար ասում եմ, որ ինքը շատ ձիգ է։ Եթե դու այդքան ձիգ ես, ինչ է կապիկի կերպարը վերցրել ու ընկելա ժողովրդի մեջ։ Չէ, երեք ասեք շատ ձիգ եմ, բանին, ես խնդրեմ չունեմ։ Ուրեմն սաբար ձիգ ու խնդրեմ չունեցողը ձգության ու խնդրեմի մասին չէ խոսում։ Ինքը վստահ, հանգիստ, ներքին խաղաղությամբ, հա, բոլորն էլ տեսնում են այդ ինքնավստահությունը, նույն այդ զգացողությամբ նաև իր շրջապատն է, չէ՞ լցվում։ Ոչ թե շրջապատից իր ամենամոտ կանգնած մարդիկ աստիճանաբար իրանց հեռանում են։ Հետեւաբար, բայց այնուամենայնիվ որոշակի զանգված կա, սա մենք ցավոք սրտի պիտի ընդունենք, որ իր քարոշությունը աշխատում է զանգվածի վրա, իսկապես աշխատում, ցավոք սրտի։ Հիմա իր հաշվարկը ինչի վրա է, որ այդ 5%-ա, 10%-ա, որը որ ձայն տիտա իրեն, եթե ես կարծում եմ միգուցե ավելի քիչ լինի, հետո նկարչություն անեն։ Այսինքն ենթադրենք իրեն տալիս են 6%, մեկ էլ զանգում է կենտրոնական ընտրական հանձնաժողով, ասում է վահա քանի տոկոս է, ասում է այնե ասում է շեֆ 6% է հավաքի, ասում է կողքը մի հատ 0 դիր։ Ու վերջ։ Դա 60%։ Հիմա ոնց կկեղծեն, ինչ կկեղծեն։ Եվրամիության դիտորդները այստեղ բոլորը ծափ են տալու։ Այսինքն իմացեք, ինչ այլանդակություն ընտրությունների ժամանակ այստեղ արվելու է, Եվրամիությունը ասելու այո, վստահաբար ասելու այո։ Եվ պատական չէր սա գնաց Եվրոպաներում իր հավատարմության հերթական ուխտը կապեց եվրոպական երկրների վերպետական կառույցների հետ, քննադատեց եկեղեցուն եւ այլն։ Սա է իրականությունը, այնպես որ մենք այս ամեն ինչը բավական լուրջ նայենք։ Ես մարդիկ կան ասում են հունիսի 7-ը ընտրությունն է, որտեղ մեր անկախությունն են ուզում խլել։ Տարբերակ է։ Ես ունեմ այլ գնահատական։ Հունիսի 7-ը դա մեր այստեղ ֆիզիկապես ամիսներ հետո լինելու կամ չլինելու ընտրությունն է։ Մենք այստեղ լինելու ենք, թե չենք լինելու։ Կամ ասենք կարող է տարի ձգվի, ես չգիտեմ։ Հիմա Ալիևը 6 ամիս է ասել, կարող է մի տարուց է մտնելու, կախված աշխարհակահաղական իրավիճակից։ Բայց որ մտնելու համար շատ ավելի դյուրին է լինում, ուրեմն մի այսպեսի զուգահեռ բերեմ 1939 թվականի սեպտեմբերի 1-ին երբ սկսեց երկրորդ համաշխարհային պատերազմը 41-ի հունիս 22-ին հայրենականը։ Ուրեմն գերմանացիները ստեղծել էին մի հատ ստորաբաժանում, կոչվում էր Բրանդենբուրգ 200 կամ 600 թիվը կարող ասեմ, բայց անվանումը Բրանդենբուրգ էր կոչվում։ Ուրեմն սրանք հատուկ նշանակության ճամբարներում սովորած գրոհայիններ էին, ճնշող մեծամասնություններ ռուսներ էին, ուկրաինացիներ էին, բելարուսներ էին, ռուսերենին լավ տիրապետող, ընդ որում նաև կային Կովկասից, նաև գերմանացիներ են, հրամկազմի հիմնականում գերմանացիներ են, բայց որոնք ռուսերենին շատ լավ են տիրապետում։ Ուրեմն նպատակը հետևյալն էր։ Ինչ որ տարածքի բնակավայր վերցվի։ Իրենք բոլորը այդ Բրանդենբուրգ ջոկատը, որը թվականակով մի քանի հազար հոգի էր, սովետական բանակ կարմիր բանակի համազգեստով մտնում էին քաղաքներ, որտեղ դեռևս գերմանացիները չէին մտել, դու իրենք մտնում են, բոլորը տեսնում են, որ սովետական կարմիր բանակն է, ռուսերեն խոսում էին, վիրավոր այսպես բան եղած, ասենք կռիվներից մի կերպ մազապուրց էս կողմ են կողմ, եւ ասենք օրինակ մտնում են ռայկոմի քարտուղարի մոտ, ասում են, լսի, հիմա մենք հրաման ենք ստացել, դու կարգադրում ես քո պաշտպանական բնագծերի հետ դի քաշենք եւ այդ պաշտպանական բնագծերի տեղը մենք ենք նստելու։ Մի հատ էլ թղթի վրա ինչ որ հրաման ստորագրած կնիկը խփած։ Դե ռայկոմ քարտուղար տեսնում է 2-3 հազար զորք եկել է, որտի պաշտպանական բնագիծ է վերցնի։ Դա ասում է, հա, ինքը փորձում է վերաճշտել ռայկոմ քարտուղարի, այդքան էլ պարզամիտ մարդիկ չի։ Մեկ էլ կապ չկա, որ կենտրոնի հետ, իսկ կապը կտրել են գերմանացիները։
Սա անընդհատ փորձում կապ չկա, բայց դե տեսնում ա, որ գերմանացիները կարող է մոտենում են։ Ասում են լավ, ես հիմա հրաման կտամ հիմնական ուժերը հետ քաշեն, դուք եկեք մեր պաշտպանական բնագծերը զբաղեցրեք։ Ուժերը հետ էին քաշում, գնում էին ծուղակ այնտեղ, որտեղ Բրանդենբուրգի ջոկատի մեծ մասն էր, սրանց բոլորին զինաթափում էին։ Իրենք էլ վերցնում էին առանց կռվի, առանց կրակոցի, վերցնում էին այդ քաղաքը։ Այդ ջոկատը Բրանդենբուրգ անունով իրենք տասնյակ քաղաքներ եւ հսկայական պաշտպանական բնագծեր առանց կրակոցի վերցրել են, խաբելով։ Հիմա ես զուգահեռում եմ։ Այս դպրոցների փակումը։ Իրականում Բրանդենբուրգ չի աշխատում, երբ որ Բրանդենբուրգը այստեղ ես նկատի ունեմ օրենսդիր մարմինը, կառավարությունը, կրթության նախարարությունը, երբ որ դուք օրենքներ եք ընդունում, իրականում մեր սահմանամերձ բնակավայրերից անձնակազմին դուրս եք բերում, չէ՞, դուք եք անում։ Այն ժամանակ գերմանացիներն էին անում Կարմիր բանակի համազգեստով։ Հիմա ձեր հրամաններով կարգադրությունները մեր դպրոցները մեր գյուղերը դատարկվում է։ Իհարկե, բայց թշնամին ոնց ալնում, պոզերով չի լինում թշնամին։ Թշնամին էսպես է լինում։ Այսինքն, եթե թշնամին գործ աներ, ես զուգահեռը պատական չեմ բերում, թշնամին խնդիր ա դրել տարբեր միջոցներով քո երկիրը նվաճել։ Հիմա նվաճել է մտածում են, եթե վռնդեն Նիկոլին, չընտրեն, ինչ է տեղի ունենալու։ Ով։ Ժողովուրդը ասենք մտածում է, եթե վռնդում են, չեն ընտրում Նիկոլին, ինչ տեղի կունենա։ Չկա տես տարբերակ։ Չէ, ասենք ընտրությունը չէ։ Ինչը չէ։ Ես ասում եմ, ընդդիմությունը տարբերակ բպտի չունենա։ Չէ, վռնդը Նիկոլին ասենք հեռացնում են մեր քայլերը հետագայում Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ։ Ուրեմն շատ արագ հասկանալ է, չէ, որ մեր անվտանգային խնդրեմա, չէ, առաջինը։ Ես կարծում եմ, որ նոր կառավարությունը, որ կազմվում է, երկուղությամբ ուժային կառույցների ղեկավարներին տեղակալները թռնում են երկի մայրաքաղաք Մոսկվա, Թեհրան։ Կնքում, վերանայում են բոլոր են ռազմական, ռազմատեխնիկական պայմանագրերը, որը որ կա։ 1, երկրորդ։ Մասնապես Ռուսաստանի Դաշնությանը առաջարկում են, որ եթե Ռուսաստանը ցանկանում է, Հայաստանը կարող է ռազմական առումով ունենալ նույն կարգավիճակ, ինչ ունի Բելարուսը։ Այսինքն Հայաստանում կարող է տեղադրվել նաև միջուկային զենք։ Եթե իսկ ես կարծում եմ, որ այսօր Ռուսաստանի շահերից է բխում իր հարավային սահմանների ֆորպոստ ժամանակին հանսացող Հայաստանը ռազմական առումով, դրա մեջ ոչ որևիցե վիրավորական բառ չկա, նրանք ովքեր որ տգետ են, հիմար դուրս են տալիս։ Չէ, նրանից չեն վիրավորվում, որ հայ ժողովրդի 70-80%-ը փող է աշխատում, փող ունի Ռուսաստանի շնորհիվ։ Դրանից չեն նեղվում, չեն հաշվում, որ ԵԱՏՄ անդամ են, ինչ է, գազի գինևան, դրանից չեն նեղանում, եթե այդ ճանապարհները փակվի, այստեղ որ սովից մեռնում եք, դրանից չեն նեղվում, որ բոլոր փողերը այդ կապի պայմանավորված է Ռուսաստանի հետ առևտրով, կապերով, ներդրումներով եւ երկրորդ նախագահը ներկայացնում էր, թե ինչ միլիոնների, միլիարդների ներդրում արել Ռուսաստանը Հայաստանում։ Եվ ինչու արել դա այդպես, ինչպես է եղել եւ ինչի են հասել, որտեղ իր հարավային սահմանների եւ ինչ խելոք բանակցողներ են եղել հայկական կողմից։ Հիմա ես ասում եմ, առաջին խնդիրը անվտանգայինն է, որ պահին Ռուսաստանը մի կողմից, Իրանը մյուս կողմից այդ անվտանգության երաշխիքները տալիս են Ալիևի հախորժակը փակվում է միայն իրենց մոտ ինչ որ ծղրտալով, ավել բաներ չասելով, այդ ժամանակ վերանայվում է մեր դաշնակիցների ու ոչ դաշնակից բարեկամ եւ ոչ բարեկամ երկրների միջև հարաբերությունները։ Մենք եթեր մենք այո, նոյեմբերի 9-ի պայմանագիրը հիմա ինքը ուժ ունեցող փաստաթուղթ է։ Սկսում եք այդ կետերով նայել։ Այո, կյանք է կոչում միայն նոյեմբերին չէ, դրանից հետո եւս 3 հեռակողմակնքվել։ Ընդ որում գերտերություններից մեկը երաշխավոր է կանգնել դրան, կարող են ընդգրկվել։ Այո, Ռուսաստանը կոնկրետ փաստաթղթի տակ Ռուսաստան Դաշնության նախագահի ստորագրությունն է։ Այսինքն վերադառնում եք 4 երրակողմին։ Այդ փաստաթուղթը իրավական ուժ ունեցող փաստաթուղթ է։ Սա ինչ վերաբերում է Հայաստանի Ադրբեջանի հարաբերություններում, այդ ու նաև Արցախի հետ կապված։ Այդ փաստաթղթում շատ հստակ է։ Հաջորդը մենք եթերում ենք Երեք չարաշնորը, երեկոյան, անցիֆեյքում մեր հյուրը մի հետաքրքիր, երբ որ ես նույն հարցի իրեն ուղեցի, հետաքրքիր 3 քայլ ասեց, քայլերից առաջինը շատ կարևոր է, ինչպես ասում են, ներսում 5-րդ, 6-րդ չարաշնորը մաքրել էր։ Այսինքն առաջինը գործակալներ, ազդեցության գործակալներ, նրանք ովքեր պաշտոններ են զբաղեցնում, շատ արագ, այո, շատ արագ պիտի բացահայտվի եւ կոնկրետ այդ պաշտոններից հեռացվի։ Սա շատ կարևոր հարց է, էլի։ Հակառակ դեպքում դու ամենալավ ցանկությունը, ամենալավ ծրագիրը, բայց գետնի վրա, եթե այդ պաշտոններում գտնվում են մեզ ոչ բարեկամ երկրների գործակալներ, դա ինչը ձախողել են, չէ՞։ Ուրեմն չիստկաներ է գնալու, վստահաբար։ Ես կարծում եմ երկրորդ քայլը մեր հյուրի հետ
Անու ինչպես էր մեր հյուրին Հրանտ Հրայր մասնագետը, հա, եւ իր առաջարկեց այս համակարծիքը, երկրորդը սա լինելու ներսում անպայման պետք է այդ մակրումները լինի եւ շատ կարեւոր է ժողովրդին մոբիլիզացիան անելու համար ցանկացած գործի մեջ կապ չունի ինչ գործա, բայց եթե կա ժողովրդի հավաքական առումով ցանկություն նվիրում, վստահաբար հաղթանակ ու արդյունք լինելու է։ Մոբիլիզացիայի այն մասնատման գործընթացը, որ 8 տարի այս իշխանությունները դրել են, հասկանալ կոնկրետ բաժանման տարբեր խմբերի, խավերի, շերտերի, տեսակների, փորձել շատ արագ հանել բոլոր այն խոչընդոտները, որը խանգարում են մեր միասնականությանը։ Այսինքն մեծ հաշվով Հայաստանը շատ կարճ ժամանակում պիտի դառնա ազգ բանակ։ Բանակը ոչ ուղղակի իմաստով, հա, զենք կրող։ Այսինքն իրար հետ խնդիր լուծում, այն ոնց որ Իրանում 93 միլիոն բնակչությունից այսօր 720,000 բանակ ունեն, իրենք ավելի զորակոց չեն արել, բայց այսօր Իրանի ժողովուրդը բազմազգ եւ բազմակրոն ժողովրդին կա ազգ բանակ է, չէ՞, դարձել, այսինքն միական իր իշխանությունների շուրջ։ Ես կարծում եմ ցանկացած խնդիր լուծելու համար Հայաստանը ինքը մեր ժողովրդի բարեօգիբանական վիճակը պիտի փոխի։ Շատ լավ, եւ ուզում եմ մի քիչ հեռվից գալ 2018 թվականից, երբ որ եկավ իշխանության եւ ինչ որ վստահաբար ինչ որ բան պայմանավորվեց Ադրբեջանի հետ, տեսեք ինչ որ մի փուլ խաղաղություն էր, չէ՞, մինչեւ 2020 թվական ինչ էր նշանակում, որ թողեք հանգիստ, ես ընտրվեմ, ինչ հարցեր լուծեմ, փոփոխություններ անեմ, այս մարդկանց դատեմ, նրանք ովքեր որ կարող են կանգնել, հետո ինչ եղավ դրանից հետո Ադրբեջանը ինչ արեց։ Գնաց կոնկրետ գործողությունների, չէ, վերցրեց Արցախի կեսը։ Հետո դրանից հետո 21 թվականին ինչ էր ասում Նիկոլը։ Թողեք, ես ընտրվեմ, այդ փուլում միջև ընտրություններ ինչ էր կատարվում։ Միջև ընտրություն ինչ էր կատարվում։ Խաղաղ, հանգիստ, չկար կրակոց չէ, կրակոց չկար, ալև պայմանավորվել էր, ինչ եղավ, հենց որ այդ ընտրությունները ավարտվեցին, ինչ արեց, նորից հարձակվեց։ Երևանի ընտրություններից առաջ ինչ եղավ։ Խաղաղ, հանգիստ, քանի ամիս խաղաղություն, հանգստություն էր, ընտրություններ ավարտվեցին, ինչ արեց, նորից հարձակվեց, այս անգամ վերջնական կործանեց Արցախը եւ հարձակվեց արդեն Սյունիք ջերմուկ։ Հիմա Ալիևը ասում է անելու եմ, ես նոր կարծացի Ալիևը հիմա արդեն չի թաքցնում, արդեն չնայած մենակ անասունները չեն հասկանում, դեբիլները չեն հասկանում, եթե 10 անգամ մի բանը կրկնվել է, խափելա կերցրելա ձեզ, ասելա կերեք Այս լավ կերեք, որովհետև խաղաղություն է, չէ, կերեք, խաղաղության թուղթ է, ինչ ա եղել դրանից հետո, այդ խաղաղության թուղթը, որ կերակրել է հայ ժողովրդին, ինչ ա եղել, պատերազմ, կործանում, ցեղասպանություն, հայաթափություն, դիրքերի հանձնում, հիմա արդեն 10-րդ անգամ այս ժողովրդին կերցնում, ասում է կերեք այս թուղթը, հիմա արդեն Ալիևն էլ այնքան հանգիստ է իր վրա, պարոն Նահապետյան, այնքան ոչ մի խնդիր չունի, ասում է գալու եմ, ոչ մի նշանակություն չունի, 6 ամսից գալու եմ այդ մնացած հարցերը լուծեմ, ընդհանրում սա ոչ թե հեքիաթի ժանրից է, ոչ թե իլյուզիա է, ոչ թե օրինաց, այդպես եղել է 2020 թվականից գրեթե ամեն տարի, ճիշտ է, ամեն տարի այս լոզունգներից հետո, խաղաղության այս խափելուց հետո, եկել են, դե հիմա եթե դուք այդքան, չգիտեմ, այս ամեն ինչից հետո, ուզում եք, չգիտեմ, ուզում եք, որ հիմա էլ ձեզ խափեն, Այդ ինչ է, դա արդեն պաթոլոգիա է, դա պաթոլոգիա է, պարոն Նահապետյան։ Ուրեմն մարդուն, եթե մի անգամ խափում են, դիմացինը սրիկա է, երկրորդ անգամ նույն մարդուն եթե խափում, 5-րդ անգամ է գալիս, 4 անգամ խափել է, պատերազմ բերել է դրանից 2-3 ամիս հետո հարձակվել են, մասնատել են, ցեղասպանել են, դատարկել են, դիրքերը վերցրել են, հիմա էլ հոխորտացել է, ստորացրել է, գերիներին տարել է, գերիներին պահում է, սպանել է, դիակները կամ ուղարկել կամ չգիտեմ ինչ հնարավոր է արել է, չէ՞։ Հիմա էլ այսպես մատ է թափ տալի, ասում է, խելը կնա հռչակագիրը անկախության կհանես, կշպրտես, սահմանադրությունն էլ հետը կանես, մի հատ էս կմոռանաս ինչ որ սահմանագծման մասին, այդ էլ ես կորոշեմ, կանեմ թե չէ։ Իմ որոշումն էլ կլինի 6 ամիս հետո կուզենամ ամբողջը կվերցնեմ, կուզենամ 2 հատ գյուղ կթողնեմ։ Այդ ինչը որ խիստ կասկածելի է, էլի որ կթողնի։ Ես որտեվ արդեն այս տպավորությունն է, որ ես չգիտեմ ում հետ ենք խոսում, որտեվ եթե մարդը գնում է անգամ 3 հոգի կա, կործանող, պատերազմ բերող հրեշին, ողջունում է, մի հատ էլ ինչ որ խոսքեր է ասում, դե կներեք էլի, այստեղ ես չգիտեմ։
Էլիշ կարելի է Ես գիտեք, էլիշ կարելի այդ կարգի մարդկանց սովորաբար ավելի խիստ տոնայնությամբ, որ իրավունք ունեն, պիտի բացատրեն հարազատները, բարեկամները, Ինչ, հիմա ասենք այդ Արգիշտի ինչա դրանը, Մեխակյանին ինչ պիտի բացատրես։ Իբր թե բանը հայրը հերոսա, Արցախի համար բան, այս մարդը գնացել է երկիր հանձնող, սրիկաների հետ թիմա կազմել, մի հատ էլ ինչ-որ բան, վաղարշաբաթի ընտրություններում քաղաքապետ ընտրում։ Այդ մարդուն ձայն տված մարդիկ, հա? Ունենք են ինչ ունենք։ Ունենք են ինչ ունենք, այո։ Այս վիճակն է մեր հարևան երկրից կարճ գիտեմ, որ ժամանակ չունեք, բայց արագ անցնեք։ Իրանը ենթարկվել է հարձակման, այն ինչ մենք անում ենք, պարզապես օրինական ինքնապաշտպանություն է հայտնել Իրանի արտգործնախարարը։ Թրամփը ասել է, եթե նա ողջ է, ապա պետք է շատ խելացի բան անի իր համար հանձնվի, ասել է Թրամփը։ Այս լրիվ բան խելքը գցել է, էլի, խորձերության Թրամփը։ Խամենեինի բուժում է այսպես ինֆորմացիա տարածեց որ Մոսկվայում Հորմուզի նեղուցը պետք է անվտանգ լինի բոլորի համար կամ ոչ մեկի համար ՌԻԱ Նովոստին ասել է Մոսկվայում Իրանի դեսպանը պատերազմը դադարեցնելու կոնկրետ նախաձեռնություններ չկան ասել է Արաքչին ԱՄՆ-ն եւ Իսրայելի հետ պատերազմ դադարեցումը կախված է Թեհրանի անվտանգության երաշխիքներ տրամադրելուց եւ փոխհատուցում վճարելուց այստեղ ուշադրություն փոխհատուցում վճարելուց ես կուզենայի նաեւ բերել կապել մեզ հետ որ հիմա սա այսպես է ասում սա վռնդելուց հետո Նիկոլին վռնդելուց հետո այսինքն Ալիևի ոդկը այստեղից հանելուց հետո այն որ հիմա ողջ ժողովրդին վախեցրել են թե 300,000 հայ են բերելու այստեղ հələ դեռ իրենք պիտի ահռելի միլիոններ ու միլիարդներ Ադրբեջանը հայ ժողովրդին տա այդ 1,200,000 հայությանը տեղահան անելու համար Ադրբեջանից այդ մարդիկ ո՞նց են փախել տնավեր եղած դատարկ ցեղասպանությունից մազապուց հազիվ փախել է չէ դեռ սա պատասխանես փոխհատուցումը պիտի տա բա դրա համար է դողում է Նիկոլի վրա Նիկոլը ոչ չի ասում Նիկոլը դռներ է բացում Նիկոլը չի ասում որ պիտի գան դու պիտի այդ փոխհատուցումը տաս Այսպես իրավիճակ հրթիռակոծությունները, ավերածությունները շարունակվում են վերջին 2 շաբաթում Թրամփը հայտարարել է, որ մեզ 9 անգամ հաղթել է, սա իսկապես ծիծաղելի է, ասել է Իրանի խորհրդարանի նախագահ, իդեպ ինքը շատ ազդեցիկ դեմք է, Իրանը պատրաստ է պաշտպանել որքան պետք լինի եւ կրակի դադարեցման եւ բանակցությունների մասին չի խնդրում հայտարարել Իրանի արտգործնախարարը այս պահին ԱՄՆ եւ Իրանի միջև բանակցությունների սեղանին բացարձակապես ոչ մի առաջարկ չկա հայտարարել Արաքչին Իրանի արտգործնախարարը հավելել է որ եթե Թեհրանը երբևէ որոշի բանակցություններ սկսել ԱՄՆ-ի կամ այլ կողմերի հետ երկրի իշխանություններ կորոշեն թե կոնկրետ ինչ առաջարկել Իսրայելի պաշտպանության բանակը ծրագրում է Իրանի դեմ գործողություններ շարունակել առնվազն եւս 3 շաբաթ։ Մենք չենք մոռանում, չէ, որ իրենք հայտարարել էին, որ մի քանի օրում պիտի այս հարցերը լուծեն եւ նոր հրթիռներ է հրապարակ հանել Իրանը, նաեւ դրա մասին խոսվեց։ Մեր հզոր զինված ուժերը կշարունակեն պայքարել այնքան ժամանակ, քանի դեռ ԱՄՆ նախագահ չի հասկացել, որ անօրինական պատերազմը, որը նա պարտադրել է թե ամերիկացիներին, թե իրանցիներին սխալ է եւ երբեք չպետք է կրկնվի հայտարարել է Իրանի արտգործնախարարը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է որ հեռախոսազրույց է ունեցել այս ողջ արևմուտքի այլանդակ դեմքը պատկերատեսնելու համար էլի հարկամարեցի մեջ բերել պարոն Նահապետյան հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ եւ մեջ բերում եմ անում Մակրոնի խոսքերը ես հենց նոր խոսեցի Իրանի նախագահ Փեժեքշյանի հետ եւ նրան կոչ արեցի անապահ վերջ դնել անընդունելի հարձակումները, որոնք Իրանն իրականացնել է տարածաշրջանային երկրների դեմ ինչպես ուղղակիորեն, այնպես էլ իր միջնորդերի միջոցով, այդ թվում Լիբանանում եւ Իրաքում։ Ուրեմն Իրանը ավիրում է, Լիբանանը ավիրում են Իրանը եւս հարձակվել են ուղղակի մեկ ինքնիշխան պետության վրա, չկա հիմա ինքնիշխանություն սուվերեն երկիր չկա դիմացի եւ այս ողորմելիները ինչ են հայտարարում եւ ինչ են անում այսինքն հիմա օրինակ Ալիևին ի՞նչն է խանգարում ըստ անհրաժեշտության Հայաստանից տարածքներ օտարել հիմնավորելով որ այդ տարածքների մեծ մասը կամ ամբողջովին մի մասն են իրանք հետ բերել դրանք բոլորը հանցանում են ուրեմն բան իրենց հայնիկի մի մասը որտեղ ապրում են ադրբեջանցիներ միջազգային իրանքով Հայաստանը տեղ չի տալիս այդ մարդկանց, իսկ իրենք 300,000 մարդ փաստացի ուրեմն 40 տարուց ավել մոտ չէ 88 37 տարի Ադրբեջանը իր քաղաքացիների հաշվին Հայաստանից փախստականներ է կերակրել։ Հələ Հայաստանը այդ փողներ դիտա։ Այստեղից 300,000 գնացել են։
Ադրբեջանն է փող տալու 1 միլիոնի համար։ Մի վախեցեք մեր ժողովրդի։ Ժողովուրդը մի օր, պարոն Նահապետյան, մի օր չպիտի։ Ես ասում եմ Ալիևը ինչ է ասելու։ Պարոն Նահապետյան։ Եվ մեր երկրի ապագա նոր քաղաքացիությունը։ Ես ձեզ խնդրանք ունեմ, եկեք մեր ժողովրդին ասենք, մի օր ընդամենը դուք չեք վախենում, 1 օր, հունիսի 7-ին չեք վախենում։ Դե դրա մասին բացի ես ասում։ Դեմ եք քվեարկում, հա, ընդդիմադիրներից էս որևէ մեկին քվեարկում է, սրան վռնդում եք 1 օր չեք վախենում եւ տեսնում եք ինչ խելոք Ալիևին ուղարկելու են համապատասխան տեղը։ Իսկ որպեսի գնան այդ ամսի 7-ին քվեարկեն, դիմանան վտանգի չափը, թե ինչ վտանգ է իրեն կախված։ Եթե դու վտանգը չգիտես, քո համար սովորական ուր է։ Կոպիտ ասած հետույքդ քո բազմոցից չես էլ փոկի։ Կասես դե հիմա խի գնամ։ Մենք ասում ենք վտանգ իսկապես ոչ թե խնդիրը վախեցնել, այլ մենք նաև լուծում ենք տալիս։ Եթե ես խնդրի մասին բարձրաձայնում եմ, լուծումը չեմ տալիս, ես այդ խնդրի մասին չեմ բարձրաձայնում։ Դի լուծում տանք, իսկ լուծում կա։ Ամսի 7-ին գնում եք, իսկ ամսի 8-ին դուք բոլորը պատրաստ եք լինելու ձեր ձայնը պաշտպանելու, բոլորը առնելով։ Պարոն Ապետյան, դուք տեսել եք մի մարդ, որ մեկը իր ընտանիքի անդամների հետ ազնիվ լինի, ընկերների հետ սրիկա, պարկեշ լինի ընկերների հետ, չգիտեմ, բարեկամների հետ խափեբա, այդ չի լինում, չէ՞։ Մարդը նկարագիր ունի, ներքին ունի, մարդը եթե պարկեշտ է, ամեն տեղ է պարկեշտ, ազնիվ է, բարոյական է, ամենուր է, այդպես չի լինում։ Հիմա ես ուզում եմ այդ հայրենակիցներին էլի դիմել։ Այս մարդը եթե բացի այն, որ անբարոյական է, այսքան մեծ խայտառակ կորուստներ եւ այսքան սուտ, այս այլանդակություն, նվիրաբերում, դավաճանություն եւ այլն եւ այլն։ Դե եթե այդքան արդար, ազնիվ, իբրև թե գնում է ընտրությունների, չէ՞։ Մենակ իրան բարձ հարց տվեք, իբրև թե գալիս է հանդիպումներ, ես կարծում եմ այդ ամեն ինչը թատրոն է, իրենց կազմակերպած մարդիկ են։ Ինչի՞ է հայ ժողովրդի 30 տարվա մեջ ամենամեծ բարերարին փակել, չէ՞։ Մտելա պայքարի մեջ, ինչի՞ ես փակել, դե թող բացի էին, որ դու պետք է մեծարես իրան, բարձրացնես Սամվել Կարապետյանին, չէ՞։ Ինչի՞ համար ես ասում, վախենում է, ճիշտ է։ Որտեւ այդ մարդը կարող է վտանգի իշխանություն։ Ինչի՞ ես դու, այն մարդը, այն մարդիկ, որ Ալիևի սարսափում էր այդ մարդիկ, Մանվել Գրիգորյանին տարան սպանեցին, մեր նախագահներին, ովքեր չոքացրել են իր պապային էլ Ալիևի պապային էլ իրան էլ հետը քարորյա պատերազմում Սերժ Սարգսյանը դրանից առաջին պատերազմում հետո 10 տարիների ընթացքում այդ ողորմելի վիճակի մեջ է իրան պահել Ռոբերտ Քոչարյանը բա ինչ ես տենց անազնիվ կեղտոտ բաներ անում ձերբակալում տանում հա Եթե դու իբրև թե նորմալ տենց գնացել ես Գագիկ Ծառուկյանը այս մարդը արար է ստեղծել ներդրել է Հայաստանի Հանրապետությունում ճիշտ է դուրս է եկել ազնիվ պայքարի բան չի ասում հələ առայժմ բան չի ասել ընդամենը հայտ է ներկայացել բա դու ինչես թիրախավորել իրան հիմա այդ եմ ուզում ասել այն մարդիկ որ դուք դա ինչ է նշանակում Իմիջիալոց եթե դիմացինդ արատ ունի եւ դու այդ արատը ունես դու դրա նկատմամբ ներողամիտ ես հիմա ես ուզում եմ հասկանալ այն մարդիկ որ ուզում են Նիկոլին գնում են ողջունում են իր թիմակից են եւ այլն նույն կերպ ընդունում են որ իրանք դավաճան են սրիկա են անազնիվ են խարդախ են չար են մանյակ են չգիտեմ այն գրքի մեջ ինչը մանյակ տեսանք չէ՞ իր գիրքը ինչի մասին էր խոսում այլասերված են մեկ բառով ասած Էփշտեյնի թիմից են ճիշտ է այո Թրամփի թիմից են որ վախեցած սարսափած են որովհետեւ այս Էփշտեյնի թղթերը հրապարակա բերեն որ այս մանկահասակ երեխաներին տարել են չգիտեմ ինչ են արել օգտագործել են կամ կերել են այդ երեխաներին կամ անհայտացել են այդ երեխաները չէ՞ մի հատ հրեշավոր այդ նույն բանը եւ շատ լավ ձևակերպում է տվել Իրանը իրականում թիրախավորվում են հենց այդ Էփշտեյնի հրթիռներն են, այո։ Հրթիռների վրա էլ գրում էին Էփշտեյնի մանկապիղծ Էփշտեյնի զոհերի հիշատակին։ Այդ հրթիռները գնում են մանկապիղծ, իսկ նա մանկապիղծ է, չէ՞, պեդոֆիլ զոհերի հիշատակին։ Այսինքն գնում են սպանելու նրանց, ովքեր որոնք մանկապիղծ են եւ Էփշտեյնի թիմից են, ովքեր իրաց բնույթով այդպեսին են։ Այսինքն այսօր մեծ հաշվով որ նայում ենք Մաքրության, սրբության եւ պղծության միջև աչքան բարի Աստծո եւ սատանայի այս կռիվը գնում է քանի երեխա է անմեղ երեխաներ Իրանում մահացել են ես չգիտեմ եւ դա մարսելու են որ Պարզ չի որ դա հատուկ է արվել եւ միջև հիմա որևէ պատասխանատու չի հայտնվել որ երեխաների դպրոցի վրա կրակեցին աղջիկների դպրոցի վրա Չէ հասկանալի է ովքեր են արել այդտեղ որովհետեւ երկրորդ կարծիք չկա ես կարծում եմ Չէ սա գնում է բան
առանց կանոնների հրեշավոր մի հատ ինչ-որ բան հարցակման տակ է մեր հարևան ժողովուրդը, երկիրը ինչպես դուրս կգա այս ամեն ինչից, պարոն Ապետյան։ Հիմա ես կարծում եմ այսպես, երկար ժամանակ է արդեն օրեր են, որ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն նույն ինքը Մականո Բիբին նույն ինքը ցեղասպան։ Այո։ Նույն ինքը ցեղասպան։ Սիոնիստ Բիբին չկա։ Ընդդեմ չկան, ուշադրություն դարձեք, 3 նիստ ա եղել, այդ նիստը անվտանգության ուժային կառույցների վարել է պաշտպանության նախարարը։ Բացակայեն եղել 6 անձ, որոնց մասին վաղօրոք գրել էին, որ Բենյամին Նեթանյահուն իր եղբայրը եւ այդ 6 անձիկ չկան։ Ամենայն հավանականությամբ հրթիռ է դիպչել, իմա սրանք վիրավոր են, թե այլևս ողջ չեն, հարցը չի, բայց փաստը մնում է փաստ, որ երբ Տրամպը ասում է ամեն ինչ ոչնչացված է Իրանում, ոչ հրթիռ ունեն, ոչ հակաօդային պաշտպանության միջոցներ, ոչ նավեր, ոչ ինքնաթիռներ, ոչինչ չկա։ Մենք էլ տեսնում ենք Իրանը հարվածում է ավելի ծանր հրթիռներով, ավելի լուրջ վնասներ է տալիս։ Հիմա Միացյալ Նահանգները ցանկանում է դեսանտ իջացնել, գրավել, ընդ որում 3 թիրախավորվել էր Պարսից ծոցում մի կղզի կա, որը Իրանի տարածքն է, որտեղ Իրանը կուտակում է իր գազային նավթային պաշարները եւ որը հետո վաճառում հետևից ստանում են։ 3 դա է թիրախավորել։ Իրանը պատասխանում է հարվածներով ԱՄՆ դաշնակիցներին, ծոցի արաբական երկրների նույն իրենց պաշարներին եւ Իսրայելին։ Ակնհայտ է, որ ԱՄՆ նախագահին իմ կարծիքով այս պահին խիստ անհրաժեշտ է, որպեսզի այս բախումը կանգնի, բայց ինքը իր դեմքը փրկելով, որ ես հաղթել եմ, ոչնչացրել եմ, Իրանը խնդրել է։ Ասում է, 2 շաբաթում 9 անգամ հաղթել է, բայց էլի մեկը բանը արձակվում է, 9 անգամ հայտարարել է հաղթել եմ։ Ես կարծում եմ, որ Ավանի մեր համապատասխան հաստատությունը մի հատ էլ լավ մահճակալ պիտի դնել, չէ իսկապես, այսինքն աբսուրդի դաշտից է հիմա գալիս։ Եվ դե ինքը մի օր առաջին օրն է հաղթել, մնացած ժամանակ չգիտեմ ինչով է զբաղված։ Եվ հիմա եթե մենք ուշադրություն դարձնենք, օրինակ եթե իսկապես Իսրայելի վարչապետը ողջ չի, իր կարևորագույն, այդ 6 անձերով ղեկավար կազմով անվտանգությունն է, Մոսադի ղեկավարն է եւ այլն, շտաբի պետն է զինված ուժերի, եթե ուշադրություն դարձնենք, եթե իսկապես իրենք ողջ չեն, ես սկզբունքորեն չեմ բացառում, որ այդ հրթիռային հարվածը Իրանի կողմից էլ չի գնացել։ Ուղղակի Միացյալ Նահանգները, որտեղ գլխացավանք այսօր։ Այսինքն հիմա պատկերացեք դրանք ողջ չեն եւ ԱՄՆ-ի համար, Տրամպի համար արդեն շատ դյուրին է, ինքը արդեն բոլոր տեղեր ասել է, որ հաղթել է, եւ հիմա կարա գնա Իրանի հետ բանակցությունների, որ կռվի կանգնի։ Կանավեն դիմադրել այսպիսի հարձակումներին, չգիտեմ։ Ես կարծում եմ Իրանը 1970 թվականի հեղափոխությունից հետո պատրաստվել է այսօրվան։ Այդ երկիրը իր ամբողջ ներուժը սերնդեսերունդ միայն օպեկներ են ոչնչացրել։ Սերնդեսերունդ այդ ժողովուրդը, այլ ճիշտ Իրանի քաղաքացիները, որտեղ դե բազմազգ երկիր է, պատրաստվել են ըստ պատերազմին եւ հավասիկ ինչպես ասում են, իրենց սուրը փառքով են դնում պատյան։ Այդ տեսեք ինչ ասել է ժողովրդի կողմից սիրված ղեկավարներ։ Մի 3 օր առաջ հրթիռակոծում, ռմբակոծում էր, ասենք իրենց երկրի առաջին դեմքերը մեծ հաշվով առած տիկնապահի փողոցներում գնում են մարդկանց հետ զրուցում էին, հանդիպում էին, նկարվում էին։ Այս ժողովրդի սերը այդպեսին է։ Թե չէ, այս մեկը կա, Հայաստանում էլ թանկարժեք մեքենա, զրապատ մեքենա չկա։ Մի 20 մեքենա այս կողմից, մի 30 մեքենա այն կողմից։ Մի ամբողջ, ասենք, մի քանի 100 պամպերսներ բոլորին նախորդ տված, որ հանգարց արերևույթ բաներ չերևա։ Էսա սրանց։ Ես ձիգ եմ, ձիգ։ Դու չէ, վախերով քնում է, վախերով զարթնում է։ Սրա թիկնախումբը, որ նայում ես, այն հիստերիկ, դու պատկերացնում եք, դվին հյուրանոցի մոտից միջոցառում է։ Միջոցառման ժամանակ հրավառություն է։ Սա տեմպի մեջ, չգիտեմ, քանի անգամ պամպերս է փոխում եւ այդ անվտանգության պետական պահպանության ծառայության Վարդանյանն է, չի ասում, գալիս է։ Պետական պահպանության ծառայության ղեկավարին փոխել էր։ Մարդ, որը 91 թվականից ես հիշում եմ, այդ անձը Լևոն Տեր-Պետրոսյանի սպասարկող անձնակազմի պատասխանատուներից մեկն է եղել։ Սրան փոխել է, որտեվ վերև հրավառություն է, որտեվ իր մեջ վախեր կա, ոնց կա ընդ հրավառությունն ու ինքը վախերով քնում, մտածում են, հեսա գալիս է։ Հիմա այս վախերով քնող, վախերով զարթնող մարդը ոնց կարա նորմալ երկիր կառավարի։ Իրականում իրեն կառավարում են դրսի հատուկ ծառայությունները մի քանի երկրներ, առաջներթին Ադրբեջան, Թուրքիա եւ իր ներքին վախերը։ Ուրիշ կառավարման գործիք ինքը չունի, այսինքն ինքը վախերով որոշում կայացնող անձ է։ Բա հիմա երկրի ղեկավարը, որը որ այսպիսի ծանր վիճակում երկիր է, վախերով ոնց կարա երկիր կառավարի։ Ես հորդորում եմ նաեւ ամսի 7-ին մեր երկրի քաղաքացիներին հասկանան։ Պատկերացեք ձեր ընտանիքի կառավարիչը վախերով է ապրում, բայց
տունը նորմալ կլինի, այդ վախերի մեջ կառավարվող տուն նորմալ տուն կլինի, իհարկե ոչ։ Հիմա նույն այս երկիր ոնց կարող նորմալն է այդ վախերի մեջ ապրող։ Դրկից այդ հարևանդ որ քո թշնամին է մի քանի անգամ փորձ արել, մի քանի երեխա հետ, ասենք 4 ունես, երկուսին սպանել է։ Դրա օրենքներով է շարժվում, այդ մարդուն կպահես տանում։ Հովհաննես Թումանյանը հրաշալի ստեղծագործություն էր այդ կկվի մասին, եւ իսկապես ինքը կկվի աղվեսի եւ ագրավի մասին չէր։ Այդ ձակերը մեր երկրի հատվածների մասներ, իսկ Հովհաննես Թումանյանը շատ խորքային, շատ քրիստոնյա, ամենաքրիստոնյա մեր գրողներից մտածող է, ինքը առաջնորդին մտածող է եղել, խորհող է եղել, հետո նոր գրել է այնպես ձեռքի հետ։ Եվ երբ որ կկուն իր ձակերին տալիս է, իրականում այդ ձակերը մեր հայրենիքի տարբեր մասերն են, մեկը տվեցիր, երկրորդն է վերցնում։ Հիմա փաստացի մեր երկրի կառավարիչ կոչեցյալը այդ հիմար կկվի տեղն է անգել, էլի, բայց որը տալիս է, պարտադրված է տալիս է, սիրով է տալիս է, տեղական չի, ինքը տալիս է։ Եվ մի կարևոր բան, տեսեք 30 տարի շարունակ սանկցիաների տակ է, չէ՞ եղել Իրանը 78 թվականից, այո։ Հիմա ընդամենը քանի օր է, չգիտեմ, 10 օր է, 2 շաբաթ է Հորմուզի այդ նեղուցը փակել են։ Սա ինչ որ առումով որոշակի սանկցիա է, չէ՞ որ այդ երկրների գնա լավ չի, չէ՞։ Այո։ Տեսնում եք ինչ օրն են ընկե։ Մեծ հաշվով կոլապսի մեջ է երկրի Ինչի մեջ են հայտնվել, էլի, բա դուք ո՞նց եք պատկերացնում 30 տարի դուք այդ վիճակի մեջ եք դրել այդ ժողովրդին, դուք դրել եք այդ վիճակի մեջ։ 2 շաբաթ է, արդեն նավթի գինը թռնում է, այնտեղ հիստերիա է, արդեն սարսափած են Եվրոպայի ժողովուրդը այս թանկացումները ոնց պիտի տանի, սա օկեանոսից են կողմ հասնելու է, ինչ է տեղի ունենալու։ Բա տեսեք ինչ սանկցիաներով ոնց է պահում, հա։ Ուշադրություն դարձեք եւ սնունդ։ Հիմա իդեպ այդ ծոցի երկրների մեծ մասը սնունդը նաև այդ նեղուցում հասնում։ Ջուրը լավ չի, չէ՞։ Հիմա պատկերացրեք, Իրանը դեռևս իր պահեստում շատ բաներ ունի։ Ուրեմն ասեմ, արաբական երկրների խմելու ջրի ճնշող մեծամասնությունը աղի ջրից ջուր ստանալն է։ Այսինքն ֆիլտրող կայանքներ կա, ամեն երկրում մի 5-10 մեծ կայանք կա, որտեղ աղի ջուրը ֆիլտրում են, իսկ քաղցրան ջուր չունեն։ Հիմա պատկերացրեք Իրանը իրեն պահել անմարտկային ձևով ոնց որ ԱՄՆ-ն է պահում։ Առաջին հարվածը գիտեք որ 30 տարի պահել է։ Գիտեք ոնց կանել, եթե անմարտկային պահել Իրանը։ Կհարվածել այդ խմելու ջրի մակրող ֆիլտրող սարքավորումներին։ Այդ սարքավորումները մի օրում չես տեղադրում։ Բայց իրենք այդ սանկցիաներով հասցրել էին դրա, որ Իրանը հիմա այսօր ջրային ռեսուրսների վերջին տարիներին այդ խնդիրը լուրջ ունի, չէ՞։ Բա դա ինչի հետևանք է։ Ուզում ասել, որ Իրանը դեռևս իր զինանոցում օվկիանոսից այն կողմ չլիներ, Ամերիկայի ժողովուրդը ասենց անհոգ իր համար ապրել է, մի քիչ այս կողմերը լիներ եւ այս փոքր նեղությունները հանկարծ Միացյալ Նահանգների ժողովրդին հասնեն կամ 2 ռումբ հասներ այնտեղ։ Հիմա ինչ էր կատարվելու։ Հիմա ես ընդհանրացնեմ Իրանի ղեկավարությունը այս պայծրությամբ 5 պայման է դրել եւ միայն այդ պայմանի դեպքում պատերազմը սկսել է ԱՄՆ-ը, Իսրայելը, ավարտելու է Իրանը։ Դա վստահաբար այդպես է։ Եվ Իրանի պայմաններով է ավարտվելու։ Ով է միջնորդը ստեղ էական չի, բայց Իրանի ղեկավարությունը այդ պայմանների մասին բարձրաձայնել է։ Առաջին Միացյալ Նահանգներն ու Իսրայելը իրենց գործողությունները պետք է դիտվի որպես ագրեսիա։ Երկրորդ պիտի լինեն լուրջ երաշխիքներ, որ այսուհետ Իսրայելը Միացյալ Նահանգների իրենց դաշնակիցները Իրանի նկատմամբ ռազմական հերթական ագրեսիա չեն անի։ Պայման երրորդ փոխհատուցում բոլոր Իրանի կողմից կրած նյութական վնասները Միացյալ Նահանգները կարող են պետք է փոխհատուցեն, եթե չեն ցանկանում, ապա Իրանը կարող է այդ գնի համեմատ վերցնել այլ երկրներից, եթե չի կարողանում, կարող է ոչնչացնել, ասել այն գինը դուք ինձ ոչնչացեք, ես էլ ձերը։ Չորրորդ պայման իր միջուկային հետազոտությունների եւ ուրանի հարստացման գործընթացի վրա որից է պետություն, որից է ազդեցություն եւ արգել չի կարող հանձնանալ, ունենալ։ Եվ 5-րդ դա 2 օր առաջ նորընտիր Ռագբարը իրենց հոգևոր առաջնորդը հայտարարել է, որ ուրեմն Պարսից ծոցի երկրներում որից է ամերիկյան բազա պետք չլինի, բոլորը, որտեղ դա է առաջնորդի երաշխիքը, որ Իրանի վրա հարձակում չի լինի։ Հիմա այս 5 պայմանները եւ փաստացի արտգործնախարարը Իրանի նոր հայտարարել է, որ քանի դեռ Միացյալ Նահանգները իդեպ ասեմ Իսրայելի անունը չի տալի, շատ հետաքրքիր է, ոնց որ Իսրայելը խաղից դուրս է եկել իրենց այդ բիբի կամ մահվան կամ թվացial մահվան պատճառով։ Ասեմ Միացյալ Նահանգները չեն գնահատելու իրենց սխալ ընթացքը, որը ագրեսիա է Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, Իրանը որից է բանակցությունների մեջ չի մտնի։ Այսինքն շատ կարևոր է Իրանի համար, որ միջազգային հանրությունը կամ տանկության խորհուրդ, որը այլ որոշում կայացրեց ցավոք սրտի,
քանի դեռ չի ընդունել, որ ԱՄՆ ագրեսոր է, Իրանը շարունակելու է։ Իսկ այս շարունակելը գիտեք ինչի է բերելու։ Մեծ հաշվով համաշխարհային տնտեսության կոլապսի։ Արդեն դրա Հիմա այս բաները կա, նավթի գները, ասենք այդ երկրներում վառելիքի բենզինի գների թանկացումը Դուբայում Էմիրությունները, չգիտեմ, քանի միլիարդի կորուստ։ Բայց ամերիկյան բազաները այս խելոք ասում էր մի հատ ճանապարհ է սարքում 99 տարով, ես 99 տարով Հայաստանին ապահովել եմ ինքնիշխանության, որից է մեկը մեր հաճի արձակվի։ Ծոցի երկրներից 6-7 երկիր ամերիկյան հզորագույն բազաները իրենց ռեալ օթուժով, հրթիռային համակարգով եւ այլն, այսօր այդ երկրները ավերվում են, բայց ինչ է դա ամերիկյան երաշխիքները։ Ընդ որում մի երկիր է ընդհանրապես դողությամբ ունեմ, էլի Իրանը, այնպես չէ, որ այդպես կարող է։ Մի երկիր է, այո։ Մի երկիր կարողացել է 12-13 տեղերում ոչնչացնել ուղղակի։ Այսինքն բայց ամերիկյան երաշխիքների չեղավ։ Թղթի մի հատ կտոր են տվել, չէ՞ Իրան։ Թե չեն տվել, այս մի թղթի կտոր։ Այս Սրան։ հա։ Նա թղթը ինչ որ կտոր են տվել, այդ թղթի կտորն էլ չգիտեմ ինքը։ Տվել է Ալենի շշուր։ Ինքը ինչի ան։ Երևի։ Հիմա ես ինչի համար եմ ասում, որ երաշխիքները իրականում պիտի տրվի այն պետությունների կողմից, որոնք այդ երաշխիքներին վստահաբար տեր են կանգնում, ես այդ առումով համաձայն եմ Հանրապետության երկրորդ նախագահի այդ կեցվածքին, վստահաբար երկու կյանքում էլ այդպես էլի միջպետական հարաբերությունները, եթե պրոյեկտ ենք մեկ կենցաղայինի վրա, եթե երկու հոգի վիճում են, մեկը պարտվում է այդ վեճի մեջ եւ ուժեղ կողմը կարող է շատ բաներ ստանալ թույլից, թույլը արագ մի ուժեղի բերում է, որը միջնորդ է խաղաղություն կնքելու եւ ամբողջովին ուժեղի կողմից 100%-ով իր կամքը պարտվածին չպարտադրելու։ Հակառակ դեպքում, եթե չկա միջնորդ հաշտարար երաշխավոր, այս թույլի, ինչպես ասում են, շալվարներ են հանելու։ Վստահաբար ուժեղը հանում այն ինչ որ ես նոր ընթերցեցի Ալիև ինչա անելու 6 ամիս հետո ասելու անելու եմ 6 ամիս ընդհանրապես այո նորից գանք մեր հիմնական թեմային Ալիևը պարս կոնկրետ ինչպես վարվել է 20 թվականից 6 տարի շարունակ ընդ որում օրինակն էլ բերում ասում է Զանգեզուրի օթային միջանցքը այսինքն միջանցքը միայն գետնի վրա չի երկնքում էլ չի ասում է ես եմ վերցել ինչ չեն տվել որովհետև դա միջազգային իրավունքով ինձ հասնում էր։ Հիմա ինքը ասելու է միջազգային իրավունքով փախստական իրավունք ունեն վերադառնալ միջազգային իրավունք։ Հայաստանը չի տալիս իրանց տեղ, ես զորում եմ գալիս վերստում։ Միջազգային իրավունքով փոխհատուցում Հայաստանը դիտա, այս է Լոնդոնի արբիտրաժային դատարանի որոշումը։ Հայաստանը դիտա չի տալիս, ես էլ գալիս վերստում եմ։ Ընդերք եմ վերստում, հանքեր եմ վերստում։ Պարտված երկիր է կոնտրիբուցիա, ռազմական տուգանք չի տալիս, գալիս վերստում եմ։ Հայաստանում այդքան մարդ իմ 5000-ից ավել քաղաքացիների սպանել եմ, քրեական գործեր եմ հարուցել, 50,000 մարդու ձերբակալում եմ։ Սահմանադրություն եմ փոխում, օրենքներ եմ փոխում, արևմտյան Ադրբեջան եմ ստեղծում Հայաստանի տարածքի վրա, այսինքն Հայաստանը երկու նոր պետությունների անվանումով պիտի դառնա նոր պետություն։ Ընդ որում վստահաբար եմ ասում ձեզ, այդ դեպքում եթե նման գործընթաց գնաց Հայաստանում ապրող հայերը ազգությամբ դառնալու են ազգային փոքրամասնություն։ Ալիևը չի թաքցնում, ինչպես 4 անգամ Նիկոլը մեզ խաբել է, ինքն էլ նպաստել է, որ Նիկոլը մեզ խաբի, որ խաղաղություն է բերում, ամեն խաբելուց հետո հարձակվել եւ կործանել է։ Հիմա արդեն շատ բացահայտ է ասում, այս ընտրություններից հետո ինքը գնալու է իր վերջին, տալու է իր վերջին հարվածը Նիկոլ Ալիևը։ Այնպես որ մեր երկրի քաղաքացիները թող իմանան 7-ը մեր Սարդարաբադը, 7-ը մեր լինելիությունն է, ընդ որում Ես ասում եմ ինձ համախոհներ, ոչ համախոհներ, 1-2 ես արձագանք ստացել եմ, բա պարոն Ապետյանի իրավունք չունեք, հիմա ես կարողա չգնամ եւ ասում եմ, չգնացողը 1918-ին ով չէր գնում ճակատ Սարդարաբադ, Բաշաբարան, Ղարաքիլիսա, ինքը դասալիկ էր, ով հիմա չի գնում հունիսի 7-ին ընտրատեղամաս եւ հունիսի 8-ին պատրաստ չի պահել իր տված ձայնը, սա կարեւոր է, որ Նիկոլ իմանա, այդ ձայն տվողը ինքը նաեւ պատրաստ է իր ձայները պահել որտեվ առավելագույն շատ մասնակցությունը դա Նիկոլի ձայները չի, դա անդիմության ձայներն է եւ էական չի, որ կուսակցություն որ դաշինքին է այդ ձայնը տրվում։ Եվ այդ առումով ես առավել քան վստահաբար եմ ասում, ամսի 7-ին չգնացողը մեծ հաշվով դասալիկ է եւ 8-ին էլ կանգնելու։ Չկասկածեք, որ ինչպես ասեց, որ եթե Արցախի կեսը չտանք, չհանձնեմ, հիշում եք, չէ՞ որ 70%-ը 20 թվականի պատերազմից հետո ոնց է հանձնել, առանց մեկ փամփուշտ Նիկոլը հանձնել է։ Տանք, որ պատերազմ չլինի։ Հետո ամբողջությամբ հրաժարվենք Արցախից, որ պահենք միջանցքը, ճիշտ է։ Հետո այդ բարձունքներից հրաժարվենք, որ պահենք այս հատվածը։ Հետո Ծիծեռնակաբերդը փակենք, որ պատերազմ չլինի։ Հետո Ծիծեռնակաբերդի շրջակայքում, եթե ինչ-որ մի տնօրեն հանկարծ ասի, որ գիտե, գիրք նվիրի ասի ցեղասպանության
նվիրված է կամ Սումգայիթում եւ Բաքվում ան ա եղել, ինչ անենք, այստեղան հեռացնենք, որ պատերազմ չլինի։ Չկասկածեք, որ վաղը ասելու է ձեր մանկահասակ աղջիկներին տանք թուրքերին, որ պատերազմ չլինի, ձեր պատանի տղաներին ուղարկենք Թուրքիայի բանակ, որ պատերազմ չլինի, իսկ դրա վերջը ինչ է լինելու։ Մեր չգոյությունը պետականության եւ մեր ժողովրդի մեծ հաշվով Հայաստանն է սեփ, ամբողջ տարածքն է սեփ թուրքական աշխարհի համար։ Այդ սեփը պետք է հանվի։ Իսկ հիմա այդ գործընթացն է գնում։ Հասկանում։ Շնորհակալություն։